Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ եւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երթ էին կազմակերպել դեպի քաղաքապետարան, հավասար եւ մատչելի հնարավորություններ ստեղծել հասարակական տրանսպորտում հաշմանդամների համար։ Չկա ոչ միտեղ հասարակական տրանսպորտ, որտեղ մենք կարող ենք մտնել։ Դրա համար մենք պարզապես ինչպես մենք եւ ստիպված ենք երթևեկել, այսինքն մեր սայլակներով, այդպես էլ կշարժվենք դեպի քաղաքապետարան։ Եվ ուզում եմ ասել, որ մեր ակցիան ուղղված է ոչ թե ինչ-որ մեկին ընդդեմ, այլ հանուն հավասար հնարավորությունների։ Նրանք ոչ թե բողոքում, այլ պարզապես խնդրում էին։ Նրանք ոչ թե գոռում, այլ լուր քայլում էին, որի միջոցով էլ կարողացան իրենց մտահոգությունը հայտնել Երևանի քաղաքապետարանին։ Նպատակը մեկն է, որպեսզի կարողանանք փորձել հնարավոր է հաշմանդամություն ունեցող անձի համար օգտվել այսօր Երևանում կամ Հայաստանում մետրոյից, ավտոբուսից, երթուղայինից։ Իհարկե տեսականորեն մենք բոլորս այդպես պատկերացնում ենք, որ դա գրեթե անհնար է, բայց կուզեցինք միասին փորձենք եւ այդ փորձելու արդյունքում ցույց տանք, թե ինչպիսի դժվարություններ ունենում այն մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն։ Ակցիային մասնակցում էին մի շարք հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ, ովքեր իրենց ներկայությամբ աջակցում էին այս մարդկանց եւ փորձում հավատալ, որ այս արատավոր երևույթը վերջապես իր լուծումը կստանա։ Եթե մենք անտարբեր ենք այս մարդկանց հանդեպ, ուրեմն խոսում եմ մեր հասարակության բարոյական ցածր նկարագրի մասին։ Դե ես հեքիաթների չեմ հավատում, բայց ինչ որ փոքր կաթիլ կարող է ավելացնել լուծման ճանապարհին։ Ակցիայի մասնակիցները փորձեցին հաշմանդամի սայլակին գանված մարդկանց նստեցնել հասարակական տրանսպորտ, սակայն եւս մեկ անգամ համոզվեցին, որ չկա համապատասխան թեքահարթակներ, որոնց միջոցով էլ հնարավոր կլինի օգտվել տրանսպորտից։ Մինչև հիմա տեղադրված եղել են Ռենո ավտոմեքենաների վրա, որոնք իրենց հնարավորությունները տվել են լինելու։ Այսօրվա Բոգդան Մակտիշի ավտոմեքենաների վրա դռների փոքր լինելու պատճառով հնարավորություն չկա տեղադրել։ Մենք ունենք սպասվող այդ ավտոմեքենաների վրա երկու փեղկանի դռներ, որը հնարավորություն կընձեռնի այդ տեղադրելու։ Եվ բացի դա կենտրոնական հարթակում կա համապատասխան լայն տարածք, որտեղ հնարավոր կլինի հաշմանդամների համար կահավորել համապատասխան սարքավորումներով։ Երթի մասնակիցները քաղաքապետարանին հանձնեցին նամակ խնդրանքը, որի մեջ հստակ ձևակերպված էր խնդիրն ու դրա անհրաժեշտությունը, հույս ունենալով, որ այն չի անտեսվելու եւ մեկ օր իրենք էլ կունենան հավասար հնարավորություն օգտվելու հասարակական տրանսպորտից։ Անի Բաղդասարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։